Լորի հեռուստաընկերության թեժգիծը քաղաքացիների ոտնահարված իրավունքների բարձրաձայնման դժվարին առաքելությունը իր վրա վերցնելով մշտապես լուսաբանել այն խնդիրները, որոնք մտահոգության տեղիք են տվել։ Մեր ստեղծագործական խումբն այս անգամ եղավ Զաքարյան փողոցի 30 բնակարանում։ Այս անգամ մեզ ահազանգել են ոչ թե բողոքելու, այլ շնորհակալություն հայտնելու առաջացած եւ լուծված խնդրի կապակցությամբ։ 82 տարեկան միայնակ թոշակառու Հայկ Եգանյանը ցանկանում է շնորհակալությունը հայտնել Լորի ջրմուղկոյուղի Փակ բաժնետիրական ընկերության անձնակազմին եւ այն անձանց, որոնց շնորհիվ բնակարանը ապահովվել է ջրով։ Մեխանիզացիա գցեցին, փոխանակրուշնոյի բանանեն։ Մեխանիզացիա ջարդեցին գիծը։ Իմ գիծը փողոցի են կողմին էր, այդ նեղ փողոցի։ Ջարդուփշուր արեցին, աչքը շնանոց ունքնել խարաբարեցին։ Քասա ոնց ասեմ, այդ տվեցին ջարդեցին, այդպես մնացի առան ջուր աղջիկ ջան։ Ես այդ շշով եմ բան արել, շշերով հասկանում ես ջուրը։ Որտեղ է լողանում պապ։ Ինչ լողան, միշտ հիմա ես 2 տարի չեմ լողացել։ Հիմա նոր բան ջուր ունեմ խմբի ջուր չի գալի։ Գնում եմ շշերով դեն մեզ, այն։ Շուրջ 2 տարի ֆիզիկապես անկայուն թոշակառու բնակիչը զրկված է եղել ջրից։ Խնդրի առնչությամբ թե գրավոր, թե բանավոր Հայկ Եգանյանը դիմել է քաղաքապետարան, սակայն հարցը մնացել է առկախ եւ չի լուծվել։ Բնակչի խնդիրը բարձրաձայնել են նաեւ Առաքելություն Հայաստան բարեգործական ճաշարանի աշխատողները։ Վերջինս սույն կազմակերպության Տարեթ Շահառու է։ Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, մարզպետ Արթուր Նալբանդյանը միջամտել Լորի ջրմուղկոյուղի Փակ բաժնետիրական ընկերությանը, խնդրել ուսումնասիրել իրավիճակը, ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ սահմանված ձևով կազմակերպել հարցի կարգավորումը։ Այսօր բնակիչը ապահովված է ջրով, որի կապակցությամբ իր խորին շնորհակալություն է հայտնում աջակիցներին եւ Լորի ջրմուղկոյուղի Փակ բաժնետիրական ընկերությանը։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։